Ապրիլի 24-ին աշխարհի հայերն ու մեր ժողովրդի բարեկամները ոգեկոչում են հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն նահատակներին։ 111 տարի առաջ այս օրը 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների, գրողների ու երաժիշտների, բժիշկների ու ճարտարապետների ձերբակալություններով, ապա սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ Ամիսների ընթացքում տեղահանվեց հայկական բարձրավանդակի բնիկ ժողովուրդը և մահվան քարավաններով քշվեց դերձորի անապատ։ Մայիսի 24-ին Օսմանյան կայսրության դեմ պատերազմող դաշնակիցները Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել անմեղ հայ մարդկանց զանգվածային սպանությունները, առաջին անգամ միջազգային եզրույթաբանության մեջ ներառելով հանցագործություն մարդկության դեմ ձևակերպումը։ Տասնամյակներ անց իրավագետ Ռաֆայել Լեմկինը հենց հայերի զանգվածային սպանդի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո է միջազգային շրջանառության մեջ մտցրել ցեղասպանություն եզրույթը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։